Սիրելի երևանցիներ, նախագիծ ենք ներկայացրել Երևանի այգիներից մեկը Արցախի անունով անվանակոչելու համար։ Ինչպես եւ սպասելի էր, այս իշխանությունները մերժեցին։ Մերժեցին հիմքում դնելով 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 23 87 կառավարության որոշումը, որտեղ ասում է, որ պետքա նույն անունով, աշխարհագրական նույն անունով մեկ օբյեկտ լինի։ Բայց տեսեք ինչա կատարվում, ուրեմն այս իշխանությունները երկակի ստանդարտ են օգտագործում այս նորմի հետ կապված։ Որոշակի դեպքերում այս նորմը չի աշխատում, որոշակի դեպքերում երբ ուզում են աշխատացնում են։ Ինչի համար եմ ասում, Երևան քաղաքում ուրեմն նույն անունով կան եւ դպրոց, եւ փողոց, եւ հրապարակ, եւ այգի։ Ես 2-3 օրինակ բերեմ, Կոմիտասի անունով կա եւ այգի, եւ փողոց։ Մաշտոցի անունով կա եւ այգի, եւ փողոց։ Հանրապետություն անունով կա եւ փողոց, եւ հրապարակ։ Գարեգին Նժդեի անունով կա եւ փողոց եւ հրապարակ։ Նանսենի անունով կա եւ փողոց, եւ այգի, եւ դպրոց։ Դավիթ Անհախտի անունով կա եւ այգի, եւ փողոց։ Այսպես էլի կարող եմ թվարկել։ Հիմա հարցը ինչումն է, որ այս իշխանությունները մի դեպքում այս նորմը աշխատացնում են, ասում են, այս որոշմանով չի կարելի, բայց մյուս դեպքերում այս նորմը չի գործում։ Պատճառը հասկանալի է, հարգելի երևանցիներ, սիրելի արցախցիներ, այս իշխանությունները խուսափում են Արցախ բառը Երևանում երկրորդ անգամ կիրառելուց։ Այս իշխանությունները Արցախից դիվահար են լինում, ինչպես սատանան խաչից։ Այնպես որ իմացեք թե ովքեր են այսօր իշխում կամ ովքեր են կառավարում Երևան քաղաքը եւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը։